ընտրությունները, հա։ Ստեղ մենք փորձենք հասկանալ ինչ թարմացումներ կա։ Համեցիր։ Մեն դու ուզում ես մոնիտորինգ արեմ, թե արդեն ինչ-որ նոր բան կա։ Հակակոռուպցիոն կոմիտեն է։ Ինչ այդ երկու ավականների վերաբերյալ ինչ են ասում։ Հայտարարություն տարածել։ Հակակոռուպցիոն կոմիտեի Նյուզեմին հայտնել են, որ ավականու անդամի տեխնացուն մի շարք այլ անձինք ձերբակալվել են հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից հանցանք կատարելու անմիջական ծագած կասկածի հիմքով։ Մեր տեղեկություններով ձերբակալվածները Գյումրու ավականու մեր քաղաքադաշինքի տեխնացու եւ աջակիցներ են։ Ավելի վաղ հայտնել ենք, որ մեր քաղաքադաշինքի ավականու անդամները պարզ է, լավ, ոչ մի նոր բան չեն ասում։ Այսինքն կասկած, այսինքն սրանց կասկածները գիտեք, էլի ոնց է սրանց կասկածները։ Մնում ասենք կասկածում են, որ զենք կա, նույն մարկանց 5 անգամ ապօրինի զենքի կասկածով ձերբակալում են, անլուրջ է սրանց կասկածները։ Այսինքն կասկածի համար մարկանց կտրում են իրանց բանից, հա, իրանց աշխատանքից, 17:00-ով ստացանք տեղեկությունները։ Ժամը 17:00-ի դրությամբ Փարաքար համայնքի ավականու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող անձանց կամ իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 46.9%-ը։ Ուրեմն 20967-ից փաստացի մոտ 10000-ը մասնակցել է։ Իսկ Գյումրիի ավականու արտահերտ ընտրություններին ժամը 17-ի դրությամբ մասնակցել է 39000, այսինքն 181, այսինքն մոտ 40000, 39181 մասնակցել է, այսինքն 35.2%-ը Գյումրի համայնքում դե թիվը ընդհանուր 111000-ը, բայց խիստ ուռճացված թիվը վստահաբար պարզա, այսինքն 39181 կամ 35%։ 14000-ով մոտավոր էլի 14000-ով ավելի բարձր, քան նախորդ անգամ։ Նախորդ անգամ 13-14000-ով ավելի բարձր, սա շատ լավ ցուցանիշ է, ես կարող եմ ասել, այսինքն ենթադրում եմ, որ առնվազն 50000 հոգի մասնակցելու է, 11000-ով կավելանա, էլի վերջի 3 ժամում, պետք է թե չէ։ Վերջի 3 ժամը մի քիչ ավելի пассив կարա, լավ, մոտ 50000 մասնակցելու է։ Կարծում եմ ավելին ակնկալել շատ անիրատեսական կլներ, ես ում հետ որ խոսում եմ, ովքեր էս ընտրություններում տենց հասկանում են ընտրություններից, բոլորն էլ կարծում էին, որ թիվը մոտ է լինելու 50000-ին։ Նաև պետք է շեշտել այս համատեքստում, մարդիկ հասկանում են ընտրությունների կարևորությունը։ Ադիբեկյանն է, Արմինեն Ադիբեկյան կապի է հեռախոսով, փորձենք հասկանալ